Բարեձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայ Յակոբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան ալիքներով, այսպես արտակարգ եթերը մեծաշուր նախատեսված չէր, բայց այսպես, քանի որ մենք այսպիսի օրեր ենք ապրում, գիտեք, որ գրոհը Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվում է, երեկ չի առաջ օրը ուշ գիշեր ձերբակալեցին Բագրատ Սրբազանին, երեք արդեն խոսում էր նրա մասին, որ պիտի ձերբակալեն Միքայել Հաճապահյան Սրբազանին, այսօր վաղ առավոտյան արդեն լուր հայտնվեց, որ ոստիկանները հայտնվել են Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ են, Միքայել Սրբազան Հաճապահյանը այնտեղ չէր, հետո քիչ հետո մարդիկ հավաքվում էին այնտեղ, քիչ հետո նաև փաստաբանը ներկայացրեց, կողքին էր մայրաթոռում էր Սրբազանը, մենք հիմա երևի հնարավորություն ունենք, հա, կարգավորում է լավ, մեզ մոտ քիչ հետո դա կցուցադրեն, Էդգար ինչ է տեղի ունենում, փաստաբան, մի քանի փաստաբաններ արդեն տեղում են, հիմա ժողով է հրավիրված, Սրբազան մի գնացեք, մենք ձեր կողքին ենք, քահանաները Միքայել Սրբազանին են ասում, բոլորը հավաքվել են նրա կողքը, այս պահին ԱԱԾ-ից մարդ չկա, Էջմիածնում քահանաները պատրաստվում են քահանայած ժողովին, իրավապահներին չեմ տեսնում այստեղ, Հաճապահյանի փաստաբանն է ասել, մեր ժողովը կանենք, հարցեր ունենք քննարկելու եւ բոլորովս կգնանք։ Վեհապարը եւս մայր աթոռում է, մայր աթոռի տարածքում, այս փաստաբանների խոսքերն են փոխանցում, մայր աթոռի տարածքում գտնվող այս մեքենայի մեջ նստած են դիմակավորված անձին, քիչ հեռվում նկատվում է ԱԱԾ-ի մեքենան եւս, փաստաբան Միքայել Պողոսյանն է ներկայացնում, այդ ձայնագրություններ կա, ուղիղ եթեր էր դուրս եկել, հիմա մեզ մոտ կարգավորում է դա կցուցադրենք, Նիկոլը Ումշունն է, այս ներողություն եմ խնդրում, ուղղակի ուղիղ խոսք եմ փոխանցում, երկիրը մերն է, ակցիա է տեղի ունենում հիմա Գյումրում, ձեր կոպեկի համար ժողովրդին եք դավաճանում, Նիկոլի պես դուք եք դավաճան, քաղաքացիները, պարեկների, նրանք ովքեր որ փակել են դուռը Շիրակի թեմի առաջնորդարանի եւ թույլ չեն տալիս անգամ հոգեվորականները ներս մտնել, նորից այսպես մարդիկ միանում ասում են ձեր կողքին ենք Սրբազան, բոլորս քահանաները, սրբազանները, վեհապար հայրապետը Միքայել Սրբազանի հետ են։ Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողությունները ավարտվեցին, առաջնորդարանի դուռը բացվեց, իրավապահները հեռացան, իրավապահները այս պահին մայր աթոռի տարածքում են։ Ահա այս վերջին ինչ որ բաներ, չգիտեմ դուք եք Էդգար հետևում, եթե ինչ որ բան ունեք փոխանցելու, մենք էլ անընդհատ, ճիշտ էր ասում նոր Էդգարը փորձում ենք ինչ-որ բաներ ցուցադրել, բան ասում են ամեն րոպե նոր ինչ-որ ինֆորմացիաներ են գալիս, ինչ է տեղի ունենում Էդգար, խնդրեմ։ Այդ վիդեոյի սկզբն աղբյուրը դեպ Տերեսայի Քահանա Արթենյանն է, կտորներ հատվածներ կան, դե ինչ է տեղի ունենում, հարցակում են ինստիտուտների, մարդկանց, անձանց վրա, որոնք թուրքական թելադրանքից զերծ են, ազատ են, ավելին հակառակ են Հայաստանում թուրքական գերիշխանության հաստատմանը։ Եկեղեցի հավաքական, ասենք Սամվել Կարապետյան, այդ ուղղակի մարդ չի, այսինքն մարդ պարզապես սոսկ մարդ չի էլի, մարդ ինստիտուտ է, մարդ համակարգը, հիմա հատկապես հայելի դիտողների համար չեմ կարծում այդ բանը, գաղտնիք է, Ռուսաստանի ռուսական արքունիքի անդամ է այդ մարդը, եկեղեցին էլ գիտեք, մեր ամենահին իշխանական տունը, որը հետևողականորեն սատար է կանգնել ու կանգնում Արցախի դատին, հայելի բռնադատված են, բայց չեն պատանդարվածների հարցին, փախստականների հարցին, հայկական ազգային իրավունքների պաշտպանության հարցին ու այս կառույցները եկեղեցին է, Սամվելն է, Կարապետյան, Հեծն է, չգիտեմ, ասել եք լուսաբանել եք, չեք լուսաբանել, սկսել են սրանք ճակերտավոր իրավական պրոցեսը այդ կառույցի ճակերտավոր ազգայնացման, ասիկա ոնց կարան թուրքական իշխանությունները ազգայնացնեն ինչ-որ բան։ Միանշանակ խոսքը բանի մասին է, այսինքն Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունն է, այդ բառն է այնքան բռնաբարեցին, ասում ես արդեն վատ է զգում, ինչ կար բռնաբարեցին։ Միտինգի ես ելնում չես զում գոռաց պայքար, դա դե շուտվա բռնաբարված բան է, ինչ անես։
բայց իրոք էներգետիկ ինքնիշխանության զգալի պաշար Հայաստանը ունի։ Խաղ է կանում ատոմակայանի հետ, փոքր 3 միլիոն էլ չկան կազգ, ատոմակայան ունենք, իսկ ատոմակայանը աշխարհի ինչ ասեմ, այդ մոդայիկ բառ ասեմ, ամենականաչ, այսինքն ամենաէներգախնայող, ամենաօպտիմալ բանն է, չնայած դա կոնտրինտուիտիվ է, հնչում բոլորին թվում է, թե ամենաէներգախնայողը այն քամու բաներն են, որ եսի ինչքան տոննա պլաստմաս են տանում, չէ, ատոմակայանն է։ 90-ականների կյանքը մենք տեսել ենք ինչ է լինում, երբ որ ատոմակայանը չի լինում։ Հիմա հրաշեականներին հարցնես, կասեն մենք չենք փակե, կոմունիստական իշխանություններն են փակե, բայց ում քարոզչության տակ է, լավ ինչ որ իսա։ Այդ ամեն ինչի հետևից ընկած են։ Հետո իհարկե հերթը Գազպրոմին կհասնի ամեն ինչին։ Երբ որ արդեն էլ դադարել են ասել ռուսները, հասկացել են։ Աղագին ժամանակ էլ չէին հասկանում միշտ այդ հայտնի խոսքը, որ ասում էին ուր պետք է Հայաստանը գնա, կուտա Արմենիա ձենիցը, այսինքն իրանք նկատի ունեին այն Հայաստանը, որ մենք գիտենք, այն Հայաստանն է, էլի, նորմալ իսկական Հայաստանն է։ Երեք Զախարյանը ասեցի, ով կմտածեր, որ հայ ազգանով ինչ որ մեկը մի օր պիտի ասի, որ Հայաստանում ասի ցեղասպանություն չի եղել։ Հասկացել են։ Իրանք նկատի ունեին Հայաստան, որը գիտի, որ եղել է ցեղասպանություն, որ Թուրքիան պրոբլեմա, թուրքերը պրոբլեմ են, դե այտենց որ նայում ես քարտեզին, հա, իրոք ուր պետք է գնա Թուրքիա, Ադրբեջան թշնամի են, դե ինչ որ գնանու կամ ես կողմ գնա կամ նորից գնա ցեղասպանվելու։ Հիմի հասկացել են, որ չէ, փաստորեն էս պրոստը տենց բանն է, տաբլոն, ոնց որ գյուղի անունը փոխեն, բայց հələ տրաֆարետը 1000 տարի տենց մնա հին անունով։ Հիմա հասկանում են, որ բովանդակությունը փոխվում է, սրանք հետևողականորեն վերաֆորմատավորում են մեր ինքնությունը, դա արդեն ուրիշ Հայաստանն է, բայց ես չի ուզում ասել, ես միլիոն անգամ խոսացել ենք, այսօրվա ավելի բան թեմա է, էլի, նախ չհուսահատվելու իմ ավանդական բանը, չեմ ուզում ասել կոչ, մի քիչ շատ բանը հնչում, խորհուրդը չհուսահատվելու, եւ երկրորդ ավելի առարկայական Մենք շարունակելու ենք այսպես հարվածներ կրել, մենք նման ենք դուք սովետական մարդեք սերունդ եք պիտի հիշեք դա դասագրքերից, Կարմիր բանակը 1941 թվականի հունիս հոկտեմբեր ամիսներին ջախջախումը հետևից, շրջապակումը հետևից կազմակերպվածություն չկա, հակախաղ չի գտնվում թշնամու դեմ, այդպես մի հատ խայտառակ վիճակում ենք։ Եվ այնքան ժամանակ կմնանք այդ վիճակում, քանի դեռ մենք չենք հասկանում, թե ինչ խաղ է տեղի ունենում։ Ես գիտեք, ընկեր Անժելա, մենք շատ ենք խոսել, որ մեր ընդդիմադիր ազգային դաշտի պառակտվածությունը, իսկ այս տարվանից արդեն ներքին պայքարը լուրջ պրոբլեմ է, այո, բայց էլ ավելի լուրջ պրոբլեմ է, իդեպ, որի հարցում իմ լավատեսությունը ավելի քիչ է, այսինքն ես նույնիսկ հավատում եմ, որ այդ պառակտվածությունը կարա հաղթահարվի, բայց կա մի բան, որ ավելի քիչ լավատես եմ, որ վերջապես դաշտի հիմնական դերակատարները, ամենախոշոր խաղացողները, բացառությամբ դաշնակցության, ես գիտեմ, որ կա այդ ընկալումը, հասկանան, որ մենք գործ ունենք թուրքական օկուպացիայի, թուրքական բռնապետության հետ։ Սա ամենամեծ պրոբլեմն է։ Ու սա գիտեք ճաշակի հարց չի։ Սենց շատ հեշտ է էլի ասել, ու կան մարդիկ, որ ասում են, հարգված մարդիկ են, շատերի հետ շատ լավ հարաբերություններ ունեն, բայց հիմա ուրիշ բանից ենք խոսում։ Ասում են, լավ ինչ կարևոր է, ուղղակի եթե բոլորս հակա Նիկոլ ենք այսպես ասած, հիմա դե ինքը պրոարևմուտք է, պրոեսա, պրոենա, մենք ուղղակի ֆիքս ենք, որ ինքը պրոբլեմ է եւ փորձենք լուծել։ Դե այդպես չի աշխատի։ Նայեք, ես նույնիսկ պատրաստ եմ մի կողմ դնել։ Տեսեք ինչ եմ ասում, միլիոն անգամ ձեր հետ այդ մասին խոսացել ենք, բայց հիմա այս փուլում ես նույնիսկ պատրաստ եմ մի կողմ դնել այն հարցի քննարկումը, թե ոնց հնարավոր դառավ այս իշխանության լինելը։ Այսինքն 18-ից հետ գնալը դնեմ մի կողմ։ Okay։ Բայց ախր գոնե 18-ից հետո լավ անցյալը դրեցինք մի կողմ, բայց ներկան գոնե պետքա ճիշտ գնահատվի, որտեղ եթե ճիշտ չի գնահատվում, մեր դեմ ինչ խաղ է վարվում, անհնար է դրան հակախաղ գտնել։ Պետք է ընդունել, որ սա հենց հատուկ թուրքական իշխանություն է։ Կա այսպիսի մի հատ կարծիք, որ ասում են, չէ, Նիկոլը ուղղակի բան է, օպորտունիստ է, ու զուտ Իրան իր իշխանությունն է հետաքրքրում, այդ իշխանությունը ինքը ռուսից կստանա, ամերիկացուց, հայ ժողովրդից, թուրքից, մեկ է իր համար։ Ուղղակի իր ունի ինքնանպատակ պահել իշխանությունը, շատ լավ։ Ցանկացած իշխանություն ունի ինքնանպատակ պահել իշխանությունը աշխարհի բոլոր երկրներում, բոլոր։ Բայց մենք ո՞նց ենք իմանում այդ իշխանությունը ինչ գաղափարի, ինչ իդեալի կրող է։
ամեն մեկ ինչ-որ մի իդեալ ունի, սա էլ ունի։ Մենք իմանում ենք դա այն ժամանակ, երբ որ գալիս ենք Իրան, ասում ենք ընկեր, այդ կլինի Ավստրալիայի ղեկավարությունը, կլինի Տրամպը, կլինի Պուտինը, թե կլինի սա։ Գալի ասում ենք ընկեր, դու ինչի ես ուզում մնաս իշխանության։ Ոչ մի իշխանություն չի կանգնի, ասի գիտես դա իմ համար ինքնանպատակ է, ուղղակի ես մի անգամ եղել եմ իշխանություն դուր է գալիս, ուզում եմ էլի պահպանեմ։ Թեպետ իրականում էլի եմ ասում բոլոր իշխանությունների մեջ զավացքույ դա կա։ Բոլորն ուզում են իշխան կան շատ իշխանություն ունենան, մարդու բնույթն է։ Բայց եթե դուք հարցնում եք պատճառը, այդտեղ է པարզ դառնում իր կողմնորոշվածությունը։ Հիմա երբ որ սրանց հարցնում ես, ասում ես դուք խի պետք է իշխանություն լինեք, մի հատ թուրքական բան է, շտեմարան է բացվում մտքերի։ Այնտեղ դուք չեք գտնի ոչ ռուսական, ոչ նույնիսկ դասական ինչ-որ արևմտյան բաներ, հաջորդի շահից ոչ մի բան չեք գտնի։ Թուրքական քարոզչական նարատիվն է բացվում, այդտեղ է པարզ դառնում, եւ իհարկե նաեւ իրանց արարքներից, որ թուրքերի ու ադրբեջանցիների սինխրոն է, որ սրանք թուրքական իշխանություններ են, օպորտունիստներ չեն, պատեապաշներ չեն, հա, տակտիկական մակարդակում եղել է այդ թվում 21 թվականին, որ հասկացել են, որ Ռուսաստանը այստեղ կարա խաղ որոշի, գնացել են ընդ ոտերի տակել են ընկել, որ իրանց իշխանությունը պահեն, բայց դա տակտիկականն է։ Երբ եք տեսել, որ իրանց հարցնենք, ասենք ձեր իշխանությունը ինչի մասին է, ասեն հայ-ռուսական հարաբերությունների խորացման։ Հետևեք էլի ախպերես, մարդը 90-ականներից նույն բանն է ասում միջանց պետք է տրվի 2025-ին գալիս ասում Թուրանի ջուրը խմենք, ես իմ ինչը խմենք, ինչը ինչ անենք։ Այդ ոնց տենց դարավ, այդ ուղղակի պատահականությունների բան է, դժվար է ընդունել, որ անգամ ամենակիսագրագետ, ամենա ձեր կողմից չսիրած, վերևից եք նայում, ասում եք լավ դրան ինչ գաղափարախոսություն, դժվար է ընդունել, որ ամեն մեկն է մի գաղափարախոսություն ունի։ 15, 16, 17 տարեկանից մարդը կայացած սոցիալական է ունի։ Ուսումնասիրեք սրանց սաղի կենսագրությունները, հիմա թազատողից եթե պետք է դնենք այդ անենք, արեք։ Համոզվելու համար, որ սա թուրքական իշխանություն է։ Ընկեր Մաո Ցեդունը լավ միտք ուներ, ասում է ցանկացած հեղափոխության խնդիրն է հասկանալ ովքեր են մեր թշնամիները, ովքեր մեր բարեկամները։ Մենք չենք հասկացել, մենք ում հետ ենք բանանում քաղաքական պայքարի մեջ, որ մի հատ էլ դրանից հետո հասկանանք ով է թշնամի, ով է բարեկամ։ Սա լուրջ խնդրեմ է, էլի եմ ասում, ու նաև դաշտի այս պարակվածության պատճառներից մեկն էլ է սա։ Շատ խորքային եթե նայենք, տեսեք հələ 18-ից հետ չեմ գնում։ Արդեն հոգնել եմ։ Մեկը այդտեղ այդ մարդիկ շահառու են, ով 18-ից առաջ նախագահ։ Այսինքն ընդդիմադիրները միջև հիմա չեն կողմնորոշում, որ սա թուրքական ուժերի դեմ է պայքար։ Չէ, կոնսենսուս չկա։ Ես ասացի դաշնակցության անունից անունից չեմ կարող ասեմ, որտեղ դաշնակցական չեմ, բայց հիմք ունենալով դաշնակցության եւ շարքերի, եւ բյուրոյի ընկերների, եւ գերագույն մամնի ընկերների հետ իմ երկար տարիների շփումները եւ իմ եւ մեր կազմակերպության իմ համոզմունքը ու վստահությունը կարող եմ հայտնել, որ չէ, այնտեղ հասկանում եմ։ Ես կարող իրանց անունից չեմ կարող խոսամ, բայց իմ համոզմունքը իրանց հայացքների մասին կարող եմ ասել։ Բայց մնացած մասով ու խոսքը մենակ երկրորդ նախագահների թիմերի մասին չի, ասես գիտեք, դե արբանյակներ կան, բան, նաև նոր ինչ-որ փոքր, բայց ուժեր էլի թիմեր, միավորումներ կան։ Ես այդ կոնսենսուսը չեմ տենում։ Ավելի շատ այն է, որ ասես փորձեմ սաղ ընդհանրացնել, հա, ասես որ մի հատ միջին կետի բերել, որ դե ստացվեց 18-ը տենց կրակեց, դժգոհություն կար, բան, հա, դե կարող է մի քիչ արևմուտքնել, մի քիչ Ռուսաստանն էլ տենց մասնակցեցին, սա եկավ, տենց մի քիչ դավաճանա, մի քիչ պապիկարա, խառը։ Չկա, այդ կոնսենսուսը չկա, բայց ձեր ցավը տայմ, այդ կոնսենսուսը որ չլինի, մենք չենք կարա բան անենք, չենք կարա ճիշտ պայքար բան անել, որովհետև եթե դու, այսինքն փաստացի թուրքի դեմ ես կռվում, թուրքական իշխանության, բա պետք է լինի քո հաշվարկի մեջ։ Ոնց որ ռազմական գեներալը նստի քարտեզը բացի ու թշնամու երկու հատ գումարտակ չհաշվի։ Չկա, ասես չկան դրանք։ Բայց ինչ է, չեմ հասկանում, գիտակցությունը չկա, թե շատ կոնկրետ է արվում։ Երեք գործիչներից մեկին զանգել, ասում է, գիտես, ես շատ եմ ուզում, որ, հա, Զարուհին Փոստան ջան, իմ մտերիմ, ասում է, դե պիտի միասին լինեն, կարողանաս այս բայ, ասում եմ, Զարուհի ջան, դու դա ասում ես, բայց եթե դու գաս իմ եթեր, 5 րոպե հետո պատրաստ ես ասես Սերժ Սարգսյան, դու ես ինչ արեցիր, չգիտեմ ինչ։ Ընդամենը 5 րոպե ես դու դա ես ասելու։ Ահա, կամ էլ մյուսը, գա, հիմա ասենք Էդգար Ղազարյանը,
նույն բանը չէ, կասենք միասին 5 րոպե հետո կասի իմպիչմենտը բաները ընդդիմադի, չգիտեմ, Հայաստան դաշինքը, չգիտեմ ինչ, այն մյուսը նրանց կասի։ Այսինքն էսա, այս պահին, որ կարողանան գիտակցել, միասին լինել, գնալ։ Որտեղ են հիմա։ Միքայել arczepiskopos-ի տունն է։ Հա, արդեն կարող եք մեր Telegram ալիքով էլ հետևել, տեղադրել եք, չէ՞, ինչ են անում առաջնորդարանում, դիմակավորված անձինք այլևս հայտնվեցին վեհարանում, հիմա էջմիածնում տեսնենք Դե ասում եմ, հենա գրեցին նոր, վերջի անգամ Osmanցի թուրքերն էին սենց մեր հոգևորականներին ու եկեղեցին հալածել։ Իմիջիալը ուզում հասնել, այսպիսի բան երբ է եղել։ Հա, դե այդ վաղ, մեկ էլ բաները, մեկ էլ բոլշևիկները, հակազգային բոլշևիկները, բոլշևիզմը ի սկզբանե գլոբալիստական պրոյեկտ էր, մինչև որ աստիճանաբար ժամանակի դրանց ճանապարհեցին գնացին Ստալինի ազդեցության դարավ ուղղակի սովորական ռուսական կայսրություն, հա, բան սոցիալիզմի կառուցում առանձին վերցած մեկ երկրում հակազգային օսմանյան թուրքական այս տեսակ բան ադրբեջանցիք մի հատ բան ունեին ժողովրդական լեգենդ հա ասում էին Իջմիածնի բանում նկուղներում պատվալներում տարերի վեր գախնի բաներ կան, զինագործարաններ կան ու հայերը մեզ ինչքան բան են արել, նամարտություն են արել, ինչքան մեզ, չգիտեմ, սպանել են, են արել, սող է Իջմիածնի զենքերով էր։ Սա պարզա լեգենդ էր, բայց լեգենդի հիմքում էր, որ Իջմիածինը դարեր, հատկապես հայոց համահայկական պետության անկումից տրոհումից հետո զբաղվել է այս ամեն ինչը հետ հավաքելու process-ով։ Հայաստանում առաջինը մեր գրաված գյուղերը թուրքերից, քրդերից մաքրելու ու նորից վերահայացնելու գործը շատ կներեք, ռուսական կայսրությունը նույնիսկ չի արել։ Էջմիածինն է արել, Ղազար Ջարկեցի կաթողիկոսն է արել, Սիմեոն Երևանցի կաթողիկոսն է արել, հետո Սյունիքում Դավիթ Բեկն է շարունակել, հետո արդեն նոր Ներսես Աշտարակեցի ռուսական կայսրություն, որ այս տարածքները սկսել են վերահայացվել, բառի այն ամենապարզ իմաստով, ախպերի վերջը դե ժողովուրդ չկա այդ անդերը ոնց է Հայաստան։ Բա դրա համար էլ ատելով ատում են ու ցեղասպանության տարիներին այստեղ իրականացված, ասենք 1918-ին Շիրակի դաշտում իրականացված ջարդերի շրջանում հոգևորականությունը արժանացել են ամենադաժան բաներին, հատկապես ընդգծված դաժան վերաբերմունքի, որովհետև այդ լեգենդի հիմքում ընկած բանը կա, որ սա ազգային կառույց է, սա գալիս է այն ժամանակվանից, երբ որ թուրք չի եղել, ստե 301 թվին թուրք է եղել, իրանց աշկի գրողն է, մեկ էլ է սրանց աշկի գրողն է։ Հիմա գալով մյուս պայքարի պրոբլեմը, նախ չեն հասկանում ում հետ են, ինչ երևույթի դեմ են պայքարում, երկրորդը, հիմա այս այլի կգրեն հացեականները, մեկ էլ են շատ հետաքրքիր դեմքի արտահայտության մարդիկ, որ կայնած էին առաջնորդանի դեմը Շիրակում։ Մարդիկ գրում են, ասում են, այս իրավապահ բան աշխատողներ, սա լավ, սրանք ոնց են տուն գնում, ինչ են ասում, այսինքն մարդիկ չեն հասկանում, որ շատ հանգիստ են տուն գնում, որովհետև այդ մարդիկ համարում են, որ ամեն ինչ ճիշտ են արել։ Այդ մարդիկ էլ ունեն գաղափարներ, մարդիկ էլ ունեն գաղափարախոսություն, չի կարելի տենց ուղղակի ասել, հա դե տուն են պահում, դե փողի դիմաց ինչ ասես կանեն, այդքան էլ տենց չի։ Այդ մարդկանց ինչ որ գաղափարախոսական սնունդ տվել է։ 3 հենասյուն, որոնց վրա կառուցել են ինչ-որ նոր ինքնություն, այդ մարդկանց ուղեղն էլ լցոնել են դրանով։ Հակա-արցախականություն, հակա-ռուսականություն, հակա-նախկինականություն։ Այս 3 հակաների վրա Հայաստանում 2018 թվականին շատ ակտիվորեն եւ հատկապես 20-ից հետո կառուցվել է նոր տեսակի ինքնություն։ Դու խոսում ես հայ այդ մարդը հայերն է խոսում, բան անում, չգիտեմ, հայ է էլի, հա, հասկանում ես։ Իրար որ տենակ անծանոթ լնեք, մեխանիկորեն ախպերով կդիմեք, բայց որ խորանում ես քաղաքական իմաստով, այս մարդը այս 3 ինքնության կրողն է։ Ոչ թե ավանդական հայկական քաղաքական ինքնության, այս 3 ինքնության, որոնք հակառակ են հայկական ինքնությանը, դաժե ինչ որտեղ։ Էլ եմ ասում, հակա-արցախականություն, հակա-ռուսականություն, հակա-նախկինականություն։ Նախկինականությունն էլ խնդիրը ախր Քոչարյանի ու Սարգսյանի անձերը չեն։
Խնդիրը հայկական ինքնիշխան պրոյեկտն է, որտեղ լավ վատ այդ մարդիկ այդ գաղափարն էին մարմնավորում, փորձում կյանքի կոչել, ախպեր կա հայություն ինքն էլ ինչ որ իր շահերն ունի, ինչ որ կարմիր գծեր ունի, պիտի պաշտպանի։ Այդ թուրքերն ասում են դուք ով եք որ ինչ որ կարմիր գիծ ունենակ, ասեց, բառացի այն օրը ասեց բանում Կոստանդնուպոլսում։ Ասում անդադ խաշմերուկում ենք, ավարիայի տակ ենք ընկնում, ծեծ ենք ուտում, որտեղ կանոնները չգիտենք, այդ կանոնները ով է որոշ է թուրքերը։ Այդ ո՞նց։ Այդ որ կանոնն է, այսինքն որ Թուրքիա եկել է 1000 տարի առաջ ստե, ասել է всё տղեկ ջան, ես ստե եկա, որտեղ իմ ձիու սմբակը ոտ դրեց, դա իմ հայրենիքն է, փորձեք այդ կանոնի դեմ դուրս գալ, կկոտորեմ, դա կանոնը է։ Չեմ կարես ոչ եթերային բառապաշար օգտագործեմ, իմ վերաբերմունքն արտահայտեմ այդ կանոնին, չկա տենց կանոն։ Այդ կանոնին դու կարաս ենթարկվես, կոնոմանները կարան ենթարկվեն, բայց փաթաթել այդ ամբողջ հայ ազգի վզին մենք պիտի թույլ չտանք։ Ինքը այդ կանոնը նկատի ունի։ Թուրքերը ասում են էդի 120-150 տարի։ Մենք ձեզով էր իրավունք տվել, դուք ինչ-որ ըմբոստանայի, գեսի մի չան էքստրուկ էլ մնայիք այ քեզ բան։ Օսմանյան ստրուկներ։ Գնացիք, ֆիդայիներ, կուսակցություններ, ռուսներ ստեղ բերեցիք, ստացաք։ Հիմա նույն բանն է սա ասում։ Նույն բանը ցեղասպանության տարելիցի վերջի 2-3 ուղերձները սա դրա մասին է։ Ասում ցեղասպանությունը եղավ, որտեղ արտաքին կողմնորոշումների հարցում մենք տեղը չբերեցինք։ Նկատի ունի պիտի մնայինք թուրքերի իշխանության տակ։ Հա, ինչքան բան անենք, ինչքան բացատրենք։ Մենք ստեղ ընկած ուզում ենք պարզ մարդկանց դուք այդքան բան եք անում, դե համբերությունը հատում է, վիրավորում եք, բան եք անում, հասկանալի է, բայց անիմաստա բաները չեն հասկանում։ Դաշտի բաները, սա կոնկրետ թուրքական իշխանությունը չի կարա մեկին մեկ տենց համընկնի ժամանակագույն սինխրոն լինի, ամեն ինչ իրար բռնի, անցյալը բռնի 90-ականներին նույն բանը ասեն 2001-ին միջանցք տան գան 2025-ին արդեն էսա իսկականիստան, մենք ասենք դե չէ, պրոստը Իսպանիա տենց է, վաղը պետք է լինի պրոիրանական կդառնա, լուրջ։ Պրոիրանական Նիկոլ։ Հիմա ցուցադրենք, հա, ինչ է տեղի ունեցել։ Այս պահին ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Դիր, խառը դիր, բեական չի արդեն։ Այս Գյումրիում է։ Չեկել ամենջեր, այդ չեք կոպեկի համար եկել եք ժողովրդի Թավաջանի, Նիկոլի պես դուք էլ եք Թավաջանի, դուք էլ եք ով եք, չեք պես կորոն եք, Փաստաբանն է, բարձրացրու ձայնը։ Ընթացած արկես կսեր ունենում, միայն շփոթանը իքու մեկանակ քննչական կոմիտե պետք է իրենց ներկայացնեն միջնորդություն դատարան, քաղաքի բացառությունների համար, եւ արդեն դատարանում դատապարտելու է, դատարանը որոշի կանոնավորելու թե մեր գնահատման սովորական այդ ապօրինի հետախնդիրը իրական հետախնդիրն է, բայց հաշվի առնելով վերջի զարգացումները բնականաբար այսպես իրան անդուր չեն նայում։ Ուզում եմ տեղեկացնել, որ Միքայել Սրբազանի համար փաստաբանական խումբը ձևավորված, բանն ինչ կոնենք Միքայել Սրբազանի պաշտպանությունը իրականացնելու ժողովուրդը լայվ է։ Ժողովուրդն է։ Այո, արդեն լրատվամիջոցները հասել են, այնտեղից ուղիղ է Չգիտեմ, այսպիսի իրավիճակ։ Հիմա երևի վստահ եմ հանրապետական կուսակցությունը կնստի ժողով կանի, կասի օրինակ Աճապահյանը մեր հասցեին ինչ ասել, լավ բան ասե, թե վատ բան ասե, գնանք թե չէ։ Հետո Հայաստան դաշինքը կնստի կքվեարկի։ Լավ բան ասե, թե վատ բան ասե մեր հասցեին։ Հետո դրանից հետո երևի բանը Վանեցյանը կնստի կքննարկի, ինչ ասե, լավ թե վատ ինչ են կանում։ Հետո մյուսը կամ մի կողմ կդնեն, հա, կդնեն մի կողմ։ Էդգար, ինչ ես կարծում։ Դե հիմա Այն մյուսներն կասեն մի հատ իմպիչմենտի թուղթը վերցնենք, գնանք լավ առիթ այնտեղ ուղիղ եթերում մտնենք մի բան ասենք։ Դրա հետ կապված։ Դե Ես չգիտեմ, ես մտածում եմ, որ Էդգարը ամեն ինչ ամփոփ ասեց, հիմա ինչ ասենք այս իշխանությունների մասին։ Ես կոնկրետ 7 տարի 18 թվականի առաջին օրվանից ասում եմ, չէ՞։
Ասում էի Թուրքիայի նկարտումները Երևանն է, ինձ ասում էին ապուշ ես, ինչ ես դուրս տալիս։ Ասում էի տանելու է Սյունիքը, հողերը ասում էին ինչ ես դուրս տալիս։ Ասում էին դեղից տալու, ասում էին ինչ ես դուրս տալիս։ Բա դուրս տվող շներ, փախել եք Հայաստանից, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հա? Դե բա խայտարակություն չէ նախկին իշխանությունը։ Նախկին իշխանության գլխավոր չգիտեմ ինչը գրողի ծոցնա թռած է, պաշտպանության նախարարը թռած է, այն մեկը ուր եք բա։ Բա ուր եք։ Բա այդքան ապազգային կարելի է լցնել իշխանության մեջ։ Դե հատուկ էլ է 18-ից հետ չեմ ուզում կամ էլ 18-ից առաջ ասում եք երկիր են կորցնում, չգիտեմ ինչով եք ասում, դուրս ես տալիս անկապ։ Արման Բաբաջանյանու բան էի կաճացնում։ Ձեր Վիկտոր, ինչա են Չէ, ոստիկանապետով են ծաղրացույով, Սերժ Սարգսյանի ծաղրացույով։ Վլադ ինչ էր Գասպարյան էր, ինչ էր Վովա Գասպարյան էր, ինչ էր ծաղրացուներով լցված։ Ախր մեր էլիտաները միշտ մտածել են, որ 94 թվին ամեն ինչ պրծավ, ժամնա կայֆավատի, ժամնա այն դեմիրճանական անհոգ տարիների պես դե մի քիչ ժողովրդին բաժին հասնի, որ մենք էլ հանգիստ խղճով ուտենք, բան չլինի, տենց կոկորներ չկայնի, մի քիչ ժողովրդին, մի քիչ մեզ։ Չէ, հիմա լցվելու է ժողովուրդ, ես չգիտեմ, գնալու են, կոչ անելու են, թե նստելու են, ասեն, բայց կարող է Աջապահյանը մեր հետ չուներ։ Էդ են անելու։ Կարող է Բագրատ Սրբազանի օրը հետ չերևաց։ Ոնց որ մեր հետ չուներ, մի քիչ նրանց հետ է, դե թող նրանք էլ գնան։ Դուք ժողովուրդ ճիշտ ասեցիր։ Ժողովրդին եք, ժողովրդին ինչ ասես, ժողովրդին ինչ ասես։ Կասես։ Ժողովուրդը ուժեղի հաղթող։ Ուժեղը տեսավ, այնտեղ հավաքված պայքարը կա ինչ-որ բան կա, գնա կմիանա, չտեսավ, չի գնա, էսա ժողովուրդը։ Կարող է ժողովուրդը տնից մեկը վեր կենա ու տենց որոշի չի լինում, որտեղ ուժ տեսավ, այդտեղ էլ գնալու է։ Մենք իրար ուտելով ժողովրդի մեզ միանա, մենա ինչ անի։ Ինչի միանա։ Որ մեկին միանա։ Այդ մարդիկ սիրուն բաժանելով սենց գնում են, հիվանդ ընդդիմությունը, հիվանդ ասում եմ, իրիկունին ձանգում ասեմ, դու գաս 5 րոպետու Սերժ Սարգսյանի դեմ բան ես ասելու, այն մյուսն են Հայաստան դաշինքի դեմ, այն մեկը Քոչարյանի դեմ, այն մեկը սրա դեմ, այն մեկը նրա դեմ, էսա ձեր գործը։ Գրառում չեն արել արդեն, մեկ իմպիչմենտի չկա էլ գրառում դրա հետ կապված, հա? Կա չէ գրա, բա իհարկե պիտի լինի գրառում, բա ոչ չլինի գրա, բա այս պահին բան այդ գրառումն ա պետք։ Հենց իմպիչմենտի գրառումն եղավ բան ալնելու, հենց ստորագրեն Նիկոլ Հրաժարականն ա տալու, գիտեք, չէ՞։ Խայտարակություն, ինչ ասես։ Ահացեն ինչա վեհապար Հայրապետին շրջապակե։ Մտել եմ որ մեկը վեհար անիմա, վեհապարը Ինչա՞ ցելա։ Որ դեկա տենց կռոպնի կա։ Ուր են էջ։ Հիմա քանի կոչ մի հատ առաջնորդ ունենք, Մասիսի քաղաքապետ առաջնորդն ես, չէ՞ ոնց որ։ Առաջնորդը չի ասեցին առաջնորդն է տեխնացու։ Վարչապետի տեխնա, ուր ես վարչապետի տեխնացու։ Հասկացանք նրանք չգիտեմ ինչ են, ուր ես։ Չի գնում վարչապետի տեխնացուն։ Գնա գուցե այնտեղից ինչ որ բան սկսի, այդտեղ ինչ որ բան տեղի ունենա։ Չէ՞։ Դեստե հիմա գոնե, այսինքն բան է պետք է։ Բոլորը պիտի հիմա այնտեղ լինեն, ինչի բոլորը։ Հիմա չգիտեմ, Չմիածնի ժողովուրդն են, մյուսներն ուր են, այդտեղ են, թե այդտեղ չեն։ Հավաքվում են, թե չեն հավաքվում, ինչ է կատարվում։ Այդ հասկացանք, բայց մարդիկ ուզում եմ հասկանալ, լցվել են, կան, չկան։ Ինչ։ Սա մի օրում հո չեղավ։ Էսի հասուն։ Իհարկե մի օրում չեղավ, ինչի մասին է խոսքը։ Ամեն օր ասում ես ինչ եք սկսում, հեսա։ Որի հետ խոսում ես, հեսա, անդեմությունը, հեսա։ Ասես գնա 20 հոգով սկսի, ընկեր ջան, 40 հոգով սկսի, 100 հոգով սկսի։ Նույնը վերաբերվում է Բագրատ Սրբազանին, հեսա, տեսակ Սրբազան ջան, ասում էի չէ մի տարի։ Ասում էի չէ, իզնից էլ նեղանում էին, ինչ էի ասում մի տարի։ Ինչ էի ասում, անցած տարվանից ինչ էի ասում։ Հեսա։
Ասում եք, չեն գերիների համար սկսեք, այդ գերիների թեման չէր մենակ։ Գալու էր ձեզ տանի, նստածնելու է Բաքվի, այսինքն էլի Բաքվի ինքնատիռը որն է, yani ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն։ Ինչ հիմա չեն խոշտանգում Սամվել Կարապետյանը, ինչ վիճակում է։ Օրինակ ով է տեղյակ, ինչ վիճակում է Սամվել Կարապետյանը, ինչ վիճակում է Սրբազանը, ով է տեղյակ։ Դավիթը Արցախի պատգամավոր ինչ վիճակում է, ով է տեղյակ։ Այն ծնողին Արայի Ռոստոմյան տարել են, ով իբր քիչ էր տարել այդ մարդը, քիչ էր մի հատ էլ դա արեցին, հա, քիչ էր։ Մի հատ բանը որդուն տա, մի հատ պայքարի, մի հատ տանեն նստել, չգիտեմ էլ, գնա բանը մոխրան էլի այդ մարդիկ, էլ ինչ անեն այս մարդիկ։ Այն որ չեն ասում, բայց ծնողները, ինչ անեն այդ ծնողները։ Հա, էլի։ Էլ ինչ պետք է անեին։ Քաղաքական գործիչ է, քաղաքական չի անում։ Չէ, բաբր բանն էլ ասում էին, թող ինչա, եկեղեցականները սկսեն։ Դե մեռել եք քաղաքական գործիչներ, քաղաքական ուժերը մեռել են, դի հոգևորականները սկսեն բան անեն, հա, պայքարեն։ Ինչ անի հիմա։ Ավաղ ասում են խիա կանչել բանին վերա Օցմանը։ Նայ վաղ չկանչել, էսի են վաղ կլներ։ Քաղաքական նախգիտակցության երկրորդ պատասխանատվության պակասի հարցը, էլի եմ ասում, պետք է ճանաչել ինչի հետ բան ունենք, գործ ունենք։ Այս իրար ներքին ուտելը սա ուղղակի չի լինելու, դա արդեն անհույս բան է։ Հիվանդ մարդիկ են, չի լինելու։ Ինչ եք մենակ մի կողմի հիվանդ լինելու մասին խոսում։ Ես ասում եմ իրար, ես մի կողմ անում տղեցի, ասի իրար ուտելը։ Այն կողքից էլ սենց արբանյակները բաներ են տալիս, ენი գրի, ენი խզի, չենի, սենցա, չենանանցա, մի հատ է ես գամ էստեղ խոսեմ, մի հատ գամ ես Սերսակցյանի բանն եմ ասել, մի գամ ես Քոչարյանի բան պետք է ասեմ, ետի գա ես չգիտեմ ինչ պետք է, դե ասեք, չնայած ես կարծում իրանք են, երկու մեղավորներ իրանք են, եթե իրանք չներ, գմատու, ասեն սսկվեք բոլորիդ, այդպես չի։ Հա, ասենք հասկացանք, հիմա Ռոբերտ Քոչարյանը ասում է նայա բեր, ენი ասում է նայա, չգիտեմ, հասկացանք ինչ որ, արի, հա։ Տավադի տեղանք։ 90-ականներից կա այս մարդը, այս երևույթը, այդ ցանցերը արևմտյան, նույն Սորոս կոչված 97-ին է բացվել։ Հələ այս պատկերը տեսեք։ Նկար, Աստված իմ դիմակավորված մարդիկ բոլորը, այս ինչ որի ենք մենք։ Այս ինչ օրն ենք ընկել մենք։ Գնացել են վեհապարի հետևից, սրբազանների հետևից, սիրելի հայրենակիցներ։ Հայր ասողիկ, կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը։ Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու։ Ես չգիտեմ, չի հավաքում հիմա ժողովուրդը այդտեղ ինչա կատարվում։ Դենա բանա արամն ասում է փագա ոնց հավաք։ Հետո այնց էլ իրանց համար լավ ժամ են ընտրել մարտի գործի։ Պաստորեն ԱԾ նախքին պետը չարեց դա։ Ընտրեմ։ Այս նորը պատրաստ է։ Տեր Հովանես Գանձասարի։ Մենք թուրքներ, Դադիվանքի, մենք թուրքներ ուզում են զերբակալ, եթե անեն, ուրեմն իրենք էլ են թուրքը, մարդ պարզ ճիշտ է ասում։ Ախր չի կարա այդ աստիճան սրանք 90-ականներից այդ սաղ այս թայֆեն որի մայր ասում էին այս ԱԾ նոր պետի մասին ասում էին ամեն ինչի պատրաստ է ամեն ինչի վրա ով ճանաչում էր իրեն դատախազությունում աշխատողը ասում էին ամեն ինչի պատրաստ է ճիշտ գտել են իրեն ոչ մի բանի առջև չի կանգնի ոնց է ստացվում որ այս իշխանությունները ունեն նույն ատելության առարկան թուրքերը Նույնն է, եկեղեցի Ղարաբաղ գեներալներ, հայոց բանակայական հաղթանակ, հայ կնոջ կերպար, ընտանիքի կերպար, հայոց պատմություն, Ալիևը չեք շո մտել է Արցախի նախագահի սենյակ ներխուժել էր Շահրամանյանի աշխատասենյակ, բացեց են բանը մեծ Հայաստանի պատմության ատլասը էջը ընկավ բանին, մեծ հայքի քարտեզի, ցենց արհամարանքով ձեռ առնելով նայած Ադրբեջանը ասում է, այս հարիֆների բանը, սա դժբախտությունների պատճառը էսա։ Բառացի նույն եզությունը ասում են սրանք այդ աստիճան տենց համընկնում կարա լինի, բայց ասենք այդ զուտ համընկնումա իրանք բան չեն, թուրքական իշխանություն չեն, ի սկզբանե թուրքական պրոյեկտ չեն։ Գերդաստանով, ցեղով, ընտանիքով անիծված եք լինելու։ Անպայման։ Բոլոր հրաման տվողները։
կատարողները, դիմակավորվածները, ձերբակալողները, քննիչները անիծված եք լինելու, անիծված, այսքան պիղծ, Այրաթորում հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև։ այսինքն հոգևորական ինք իրանք դի պաշտպանի, այս ինչ օրն ենք ընկել, Թուրքական լուծ, մենք ասում ենք լսում ենք, չէ իրականում լսողներ շատ կան, այդ մտածողությունը նախ հարցումների թվերը ես հիմա չեմ հիշում, բայց կարծեմ 30% համարում էր իշխանություններին դավաճան, անիծվեք դուք, ու կագրած պարզ մարդկանց շրջանում լավ էլ այդ բանը արձագանք գտնում է սրանց բան լինելով, թուրքական պրոյեկտ լինելով, բայց Դե ես պարզ ասացի մարդիկ- խնդիրը որտեղ է, այդ ենք ասում, Это գաղափարն ասած եկել են ասում պիտի Միքայել Հաջապազյանի ներկայանը խառնավորվելու է։ այս 24-ը լավ ինչ է։ Չէ, բոլորը հիմա պիտի գնան իրանց հայրական տունը պահելու, բոլորը մայր տաճար, որ, այ աստված իմ, ես ինչ մաներ, հոգևորականներն են, երևի ժողով են անում, չէ հիմա բաներում, գրասենյակներում ընդդիմադիրների, հա? 15 թվի բան է, որ վիդեոկամերաներ են, այսինքն տեսարաններ են եղել նկարագրված տեքստերով կա էլի, որ միջև վերջի շունչը տերունական աղոթքներին ասում էր հոգևորականները։ Դե լսողա պետք, ասողին լսողա պետք, դուք է ասեք, ձեզ ամենաշատ դիտում ունեցողն է հայերին, Փառք Աստծո։ Պիտի տեղ հասնի, վերջո թե չէ։ Ինչ ասեմ, ես ասեմ նախագահներին, ես ասեմ հայեղափոխական դաշնակցությանը, Դե անհույս բանա, անհույս, Այդ ավանդական գործիքներով, սա ես կգրի, նային կասի, սա ստեղ կտարածենք, ներքաղաքական, եսի ինչ, խառնվել են արդեն մեկը մյուսի թեզերի մեջ, նույն հաջողությամբ, եթե բանն է, ընտրությունն է կեղծվելու, օհա, ես էդ ասել եմ, հիմա էլ եմ ասում, ընտրությունով որ բան էլ անես, տեխնիկապես հաղթեսել, եթե մտներին տեղը լինի, եթե գետնի վրա եղած ուժերը թույլ տան, այդքան կենտրոնական ընտրական հանձնաժողով է, արան ոնց են մտել կենտրոնական ընտրական հանձնաժողով եղածն ինչ է, նախկինից էլ մնացած բան է, չէ՞ միջև նախագահը կարծեմ, այդքան կմտնենք ասենան, փաստորեն չէ, այսքան տարի, իր ընկերն է, իր Նիկոլի, չէ, բայց բանը չի, Գահի, ով է Վահագ, փոխվել է, ինչ-որիս է, կասեն նախինների գործակալ էին, ռուսական գործակալ էին, իշենքը կշրջապակեն, մարդկանց կանեն, դուրս կգցեն, տեխնիկները կփոխեն, կանեն։ Այո, ընտրությունների դեպքում այդ կարող լինի, նույնը impeachment կոչվածի դեպքում կարող լինի, որի դեպքում չի կարող լինի։ Հիմա քանի պատգամավոր է մտել ուղիղ եթեր կոչարել, գործիչ մտել ուղիղ եթեր կոչարել, որ եկեք գնացինք, ասեք։ Տանում են էս ինչ է կատարվում։ Ծեց։ Ես երևի էշմիասնեցի ժողովուրդն է, էլի, որ մի քանի կանայք են, ինչպասեք պերեմոտ կանան, շատ արեցին։ Ռադե սենց չեն գործանում, սենց չեն պայքարում, ինչ ասես։ Խնդրեմ, մեկ էլ լրագողը մոտեցել է, այս դիմակայած ածականներին ասում մկրտված է եկեղեցու մասին լսել է, եսի ինչ։ Էհա օգուտ չունի այս բանը։ Այդ մարդկանց ուղեղը լցված է, էլի եմ ասում, ես 3 բանով։
Երեք ատելության օբյեկտներով։ Հիմա եկեք նայենք հավաքական ընդդիմությունը ինչքան ջանքատապել այդ մաքրելու հայկական ինքնություն ուժեղացնելու, էլ եմ ասում, հականախկին, հակաղարաբաղ, հակառուսականություն։ Այս մարդկանց համոզել են, որ ախպեր բա եղերնը չգիտես, ռուսներն են այդ։ Դուք պատի ասած որ թուրքերի իշխանություն լինի, բոլորը հարձակվել են հոգևորականների վրա, անտեր ու դուս մարդ չկա պաշտպանող, իրանք վերեն կացել իրանց պես ինչ օրենք ընկել մենք։ Թուրքերի իշխանությունը, բա ինչ այլ ո՞նց արում։ Բա ուր եք, էջմիածինցիներս ուր եք դուք։ Ուր եք դուք։ Թուրքերի իշխանությունը։ Արա թուրք են տենում բնազդաբար են դաժե տեմքների շփիտ գալ են։ Դե հա կսկսվի։ Գնանք, մենք է գնանք։ Իհարկե կգնանք։ Հիմա իհարկե բոլորս է գնալու ենք, շարժվելու ենք, հիմա խաչիկն է, չգիտեմ, երևի ուղիղ եթերը չանջատ, ինչ որ բան ունես ավելացնելու կա։ Չէ, ինչ ավելացնել, պետք է ասեմ, պետք է հասկանալ, սա թուրքական իշխանությունն է, սա այդպես չի, որ հիմա այտենց է ձեր տալի թուրքական է, եկուց կարող է պրոռուսական դառնա, այն մյուս օրը, չգիտեմ, պրոիրանական, հետո դառնանք ԵՄ-ի անդամ, այսօր սպասեք, եթերի մեջ եմ, սաղաց գնայում է։ Սա թուրքականը ի սկզբանն է, պապական, այդ գաղափարները, դա չեմ ուզում 2018-ից հետ գնամ փակ եկելն ենք էլի։ Եթե այդ գիտակցումը չկա, չես հասկանում քո դեմ ինչ խաղա վարվում, ինչ զորք հակառվում, դա անհնար է դրան պայքարել։ Էլի եմ ասում, այո, ընտրություններով այս դասավորվածությամբ գետնի վրա ուժերի ես բալանսով ոչ մի բան չի ստացվի։ Նույնիսկ եթե տեխնիկապես հնարավոր լինի հաղթել, օրինակ Գյումրիում եղավ, հա, տեխնիկապես, դու մարդը իշխանությունները բան չարեցին ու այդ տենց լավատեսության հիմք տվեց, հա դե նույն բանն էստեղ կլինի։ Այս պայմանը ոչ մի բան չի լինի։ Նախ այդ տեխնիկական հաղթանակն հնարավոր չի լինի գրանցել, շուտ կներեք էլի առանց որևէ կեղծիքի բանի, սա վերընտրվի։ Այս դասավորվածությամբ 26 տվի։ Բայց նույնիսկ եթե ելնի էլ, բայց գետնի վրա այս ուժերի բալանսն եղավ, ակամտնի կշենքը կշրջապակի բան կանի։ Այն վաղ ոնց էին ասում ուրնեքը լցել են, ուրնեքը կլցեն, բան կանեն։ Նույնը վերաբերվում է պայքարի մյուս տարբերակներին, սահմանադրական, ասենք իմպիչմենտին, ինչա, պատգամավորներին կառնի, բան կանի, այդ նիստի օրը որ պետք է այդ քննարկումը լինի, կտանի կլցի Սևանի դաչեն, բան կանի, կոմպրոմատով, այսով այնով արտակարգ դրություն կմցնի, եսի ինչ կանի, հավեսը չունեմ, այդքան նստեմ Մարկյան Ռոբերտն է, էդի լավանում, սաղ կետարկել գիտի ոնց կարելի է խափանել, ըստ որում լրիվ օրենքով խափանել այդ process-ը։ Էլի եմ կրկնում, պայքարի ոչ մի տարբերակ, որ թվարկում են 3 հատ կա, 4 հատ կա, 6 հատ կա, 8 հատ կա, 0 հատ կա։ Այս ուժերի դասավորվածությամբ, այս պարակտվածությամբ 0։ Հələ հարցրուք ասեն իմպիչմենտը հենց որ վերցնենք ստորագրեն կլինի։ Ոչ մի բան չի լինի, ընտրություն, իմպիչմենտ, այս բաներով մարդը հանկարծամահել չի լինի։ Դրա վրա էլ հույսներ չդնեք, այդ պետք է արժանանաք, էլի քրիստոնեական բանի տեսանկյունից Շու բան անես, որ աստծո բախտի բանին գոնե արժանանաս, ասես, վայ, ինչ լավ բաներ բախտս բերեց։ Էդը չի լինելու, 0 արդյունք։ Քանի էս մասնատված ներքնապես թշնամացած վիճակն է։ Էս է անելու։ Չէ, վայ, էս Բեապար Հայրապետն է, էս մեր էկրանների պատկերներ։ Այդքան բան։ Ասում են ամոթ ձեզ ոստիկաններ, ամոթ մեզ բոլորիս, որ հիմա այնտեղ չենք, որ մենք թույլ տվեցինք, որ հասնի սրան։ Ամոթ մեզ, որ 2018-ից տականք սրիկա, բոմժ, չգիտեմ ինչի, ծնունդ, որ դու աճացրեցիր, Նիկոլին բերեցիր մեր գլխին, տականք։ Ամոթ մեզ, որ 2018-ին այդքան դեբիլի պես գնացինք դրա հետևից, ամոթ մեզ, որ 7 տարի է հանդուրժում ենք։ Ես սենց զգացողություն մեկել եմ, որ տանում էին Բաքվի բանդ, ես իսկապես իմ մոտ նույն բան է, ես անգամ չգիտեմ, մտածում եմ, ընդհանրապես վավճի չարժել ես խոսեմ, ինչ եթեր, ինչ բան, ինչ եթեր։ Անպայման պետք է խոսեմ։ Ինչ խոսեր, ժողով են անում, հիմա ինչ են անում։ Դե ես դրա մասին է պետք խոսալ, ուրեմն։ Պրոբլեմի արմատը հետ է, քաղաքական խնդիր ապտի քաղաքական լուծում ստանա։ Տարի ու կեսա բացատրում էինք Սրբազանին, հեսա։ Ասում էինք, չէ, Բագրատ Սրբազան էսա լինելու։
Հեսա, ցուցակ ունեմ, հեսա, ուրա ցուցակը։ Նույնն էլ նրանք են ասում, ծրագիր ունեն։ Ուրա ձեր ծրագիրը։ Օրինաչափ է, կարող է չպիտի լինի Հայաստանը։ Ինչա պատե, կարող է օրինաչափություն է, ինչա։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ պիտի Թուրքիայի հետ բարեկամանակ ու Հայաստան լինի, ինչ ասեմ, գնացեք տես դեբիլի նման ապրեք, ինչ ասեմ։ Թե օրինաչափությունը իրանք ուզում են դարձնեն, իրանք ուզում են Իրանք տանեն դրա։ դե եթե դիմադրություն չկա, ուրեմն նորմալ է։ Դիլնի։ Դե ոնց օթից օ չի լինում, չկա։ Սրբազանները այդ գիտակցումը չունի, նախագահները չունեն, դաշնակցությունը ոչ մի չունի այդ գիտակցումը։ Մենք էլ ասում ենք, ասում են ապուշ դուրս ես տալիս։ Ասում են տանելու են, Բակո Սահակյանն էլ չէր, հավատում ես մի Անժելա, այդ ինչ ես խոսում։ Արցախում ասեցի, ասում ես ինչ ես խոսում։ Ուղղակի դու ես չեմ արձիս, ինչ ես խոսում։ Ասեցի ես էլա տալու, պարոն նախագահ, այս չի մնալու, այս կտորն էլ չի մնալու, ձեզ էլա տորսից, ինչ ես խոսում, Անժելա, դա անհնար բան է, ինչ ես խոսում։ Են 70%-ը տալուց հետո էլ չէին հավատում։ Հա, խնդրեմ, Տարան Աջապահյանին։ Չէ։ Ամեն դեպքում եւս մեկ անգամ հիշեցնեմ չուսատվելու մասին, որտեւ եթե մեկին ձերբակալում են եւս 10 հուսահատվում է, ստացվում է որ 11 հոգու իրականում շարքից անեցին։ Թե մեկին ձերբակալում են 10 ոգու սթափությունը, մտքի սթափությունը, ոգու ամրությունը պահում են ու շարունակում են իրանց տեղում իրանց բաժին պայքարը, այդ կռիվը ուրեմն շարունակվում է։ Հիմա սկզբում բերեցի Կարմիր բանակի օրինակը, հաղթեցի վերջո այդ բանակը, որտեղ եղան մտքի սթափությունը չկորցնողներ։ Չեմ ուզում ասել ավելի վատ օրեր են եղել, որտեղ էլ այդ մեծ հարցը ավելի վատ օրեր եղել են, թե չէ։ 90-ականները ավելի վատ չէին, քան այսօր ավելի վատ է։ 90-ականներին ազգային ոգի կար, բան կար, հələ այդ Ղարաբաղյան շարժման իներցիան կար, դա համար մի քիչ դժվարն եմ ասել։ Չէ, հիմա հաստատ ավելի վատ է, քան 90-ականներին, բայց վստահաբար եղել են ժամանակներ, որ ավելի վատ է եղել, քան այսօր։ Բայց նույնիսկ եթե սա լիներ ամենավատ ժամանակաշրջանը, որ հայ ազգը երբևէ ապրել է, դե հիմա մեզ է բան եղել, մեզ է վիճակվել։ Ամենաշատը խանգարում է այդ անհատակենտրոնությունը, էլի մարդիկ, մենք բոլորս եւ մեզ էլ դնեմ, ինչ որ չասեն բանա։ Բերի արտից օրինա իրան համարում համեմատած անցյալի մարդկանց մի քիչ շատ ենք մեր անձի վրա կենտրոնացած։ Դե դա լավ, մթայլով էս դրայ ուղի, դա էլ է բան։ Դա էլ էլի Աճեցրին դե այդ անհատակենտրոնությունը, այ վերջը սա աղել մեռնում ենք, թողում գնում ենք, բայց ինչի շատակ ենք թողում, ինչ ժառանգություն, ինչ պայքար, դա սրա մասին է պետք մտածել։ Գերաժելա սրա մասին է պետք մտածել։ Լավ, շաբաշ անենք երևի։ Երևի ուղիղը շարունակենք, խաչի կգա, հա, ուղիղը շարունակենք, ձեր տեղը զիջեք, հա։ Խնդրեմ, այո, շնորհակալություն եք կար, խաչիկ Մանուկյանն է այստեղ։